Բագրատյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ։ Հայաստանի Հանրապետության օրենքը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին։ Հոդված 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ 169-66 օրենք 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ թկետով։ Տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Հիմնավորումը նույնպես ներկայացնեմ իրավական ակտի անհրաժեշտությունը նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին եւ երթևեկելը։ Այս բոլորը խնդիրներ են առաջացնում, հետեւաբար մենք առաջարկում ենք օրենքի այս նախագիծը։ Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկայվիճակը եւ արկա խնդիրները, մեքենաներում բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների բարձր ձայնը չի կարգավորվում որևէ օրենքով, ինչի արդյունքում շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների ձայնը խանգարում է հասարակական անդորրը եւ բարձրացնում աղմուկային աղտոտումը։ Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների եւ ազդել մարդկանց ֆիզիկական մտավոր առողջության վրա, հանգեցնելով ստրեսի, քնի խանգարումների եւ առողջական այլ խնդիրների։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում է աղմուկի աղտոտումը, որը սահմանում է որպես մարդու գործունեության հետևանքով առաջացած անբարենպաստ աղմուկ, որպես հանրային առողջության լուրջ խնդիր։ Աղմուկային աղտոտվածությունը համարվում է երրորդ ամենավնասակար գործոնը խոշոր քաղաքներում։ Որպես այդպիսին, աշխատանքի անվտանգության եւ առողջության ասոցիացիան սահմանել է 90 դեցիբել որպես ժամանակի կշռված միջին 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում աղմուկի ազդեցության համար առավելագույն թույլատրելի սահման։ Մինչդեռ աշխատանքի անվտանգության եւ առողջության ազգային ինստիտուտը սահմանում է 85 դեցիբել։ Համաշխարհային մասշտաբով երթևեկության աղմուկը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրն է եւ գնահատվում է, որ օրինակ Եվրոպայի արևմտյան մասում տարեկան 1 միլիոն առողջ կյանքի տարիներ կորչում են երթևեկության հետ կապված աղմուկի պատճառով։ Շվեդիայում երթևեկության աղմուկին վերագրվող հաշմանդամության եւ վաղաժամ մահացության հետևանքով կորցրած տարիների թիվը գնահատվում է 41.033 տարի։ Գերմանիայում ընդհանուր առմամբ 26.5 դեպի վերագրվում է ճանապարհային երթևեկության աղմուկին։ Բացի աղմուկային աղտոտումից անվտանգային տեսանկյունից բարձր աղմուկը կարող է շեղել ուշադրությունը, ինչը դժվարացնում է լսելը, ինչ է կատարում մեքենայից դուրս եւ շեղում է վարորդների կենտրոնացումը ճանապարհից։ Այս շեղումը կարող է մեծացնել ճանապարհային վթարների վտանգը։ Բրիտանացի հոկեբան Սայմոն Մուրի 2017 թվականի ուսումնասիրության համաձայն արագ տեմպով երգերը կարող են ստիպել վարորդներին արագացնել իրենց ընթացքը համապատասխանեցնելով այն երգի ռիթմին։ Նա պարզել է, որ րոպեում 100-ից ավելի բիթ ունեցող երգերը ստիպում են վարորդներին ավելի արագ վարել, մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ վարորդները բավարար է, որպեսզի մենք միանգամից ընդունենք, պարոն Բագրատյան։ Ուստի դեպի երաժշտությունն նրանց արձագանքման արագությունը դանդաղում է 20%-ով։ Պատկերացնում եք 20% վարորդը ոչ միայն պատկերացնում ենք, մենք ատում ենք այդ աղալմաղալը։ Լրիվ համաձայն։ Հետեւաբար, ուստի մենք վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ ենք ներկայացրել, որով սահմանում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 123 առաջին հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ։
տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ եւ տուգանային միավորի կիրառմամբ երկու միավոր։ Հոդված 2 սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Հարգելի կառավարությունը առաջարկություն է արել, որը մեր համար ընդունելի է, խնդրեմ որ շատ լավ լսեք, ներկայացնեմ։ Բագրատյան առաջինից երկրորդ ընթերցում կառավարության առաջարկն է, պատգամավորներից չկան, առաջարկներ չկան։ Ես հիշում եմ, որ մեր գործընկերը ավելի խստացնող իր ելույթում պարոն Արմենը Խաչատրյան բան ասեց, որտեվ դա համարեց այդ գործողությունները, եթե չեմ սխալվում, խուլիգանություն, հա։ Նման մի բան, լավ։ Դա կդիտարկենք որպես բարոյական շատ առաջարկ, մեր հանրային հարաբերությունները մենք ընդունենք, որ շատ ավելի խիստ պետք է պատժել, բայց այս պայն մենք առաջարկում ենք մի պատիժ, որ ավելի նպատակը կանխարգելելն է։ Եվ կառավարության առաջարկը կարդամ հետևյալ կերպ է նշված, որ հոդված 1-ը նշել 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123 առաջին հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրմամբ։ Հոդված 123.1 տրանսպորտային միջոցների վրա լուսային եւ ձայնային կամ տրանսպորտային միջոցներում խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ ներառել հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ տրանսպորտային միջոցների վրա եւ այլն օգտագործել առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ եւ տուգանային միավորի կիրառում երկու միավոր Արայք Հարությունյան այստեղ ավելի շուտ տեխնիկական ձևակերպման հարց է եւ մեր համար ամբողջովին ընդունելի է։ Շատ լավ։